միլիոնավոր դոլարներ փաստորեն տրամադրվել է այդ պարգևավճարներին, հավելավճարներին։ Մենք ոստա թալանչիների իշխանությունը։ Ինչ են արել, որ իրանք այտենց լավ են նայում։ Ադրբեջանը ըստ էության ընդունում է այս քայլով, որ ինքը Հայաստանի դեմ պատերազմ օգտագործել է վարձկաններ։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են հասնել թշնամանքի։ Տրամպը երեք հայտարարեց, որ Գրենլանդիայի ժողովուրդը ուզում է լինի Ամերիկայի քաղաքացի։ Մի կողմից կաշառում են, մյուս կողմից խնդիր կա, որ դարձնեն մարդկանց հանցակից։ Նախարարները իրենց գործակցից 2 անգամ ավել գումար են ստանում։ Բայց Պետրոս կամ դու Դանիել Սարավիևիչ ինչով եք տարբերում։ Չգիտես Հայաստանի մասին, դու Հայաստանի ներքաղաքական կյանքին չես տիրապետում։ Էշ խոսում։ Կներվի ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր անկեղծ ասած չգիտեմ թե ինչից պետքա սկսենք, որովհետև շատ հագեցած շաբաթ ենք ունեցել։ Մեր իրականությունը միշտ է հագեցած։ Հայաստանի իշխանությունը, արտաքին դերակատարները չեն թողում շունչ քաշենք, անդադ մի բան բստրում են, մի բան բերում են առաջնային պլան, բայց այս շաբաթը իսկապես հագեցած էր։ Նախ եղան հետաքրքիր բացահայտումներ կապված պարգևավճարների հետ, կառավարությունում աշխատողների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության աշխատակիցների, մյուսների միլիոնավոր դոլարներ փաստորեն տրամադրվել է այդ պարգևավճարներին, հավելավճարներին, մարդիկ իրենց մի հսկայական կլորիկ գումարներ են տրամադրել։ Դրանք իսկապես միլիոնավոր դոլարներ են, հեսա պարոն Մարուկյանը թվերը ավելի մանրամասն կնկարագրի, ինձ այդքան ոչ այնքան թվերն են հետաքրքիր, այլ ինքնին երևույթ է, թե ինչի համար այդքան իրանք ինչ են արել, որ իրանք այտենց լավ են նայում, այտենց ինչ-որ իրանք այտենց լավ վերաբերմունք են ցույց տալիս։ Մյուս կողմից էլ ունեցանք արտաքին քաղաքական զարգացումներ։ Գիտենք հրապարակվեց թրիփի փաստաթուղթը Արարատ Միրզոյանի եւ պետքարտուղարի հանդիպումը, այդ մանրամասները հայտնի դարձան եւ այլն զարգացումներ Իրանում, ցավալի զարգացումներ եւ չգիտենք Իրանը, Իրանի ռեժիմը ինչ ճակատագրի են արժանանալու եւ ինչ հեռանկարներ կան, սրա հետ կապված եղավ այդ ուշագրավ արձագանքը նորանշանակ դեսպանի Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանի, որ այսպիսի մի հետաքրքիր միտք ասեց, խոսելով այդ դեսպանատան դիմացույցերի մասին, դրա համատեքստում ասեց, որ մեզ սկսել է թվալ, որ Հայաստանը կամաց հակաիրանյան կամ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար պլատֆորմ է դառնում։ Գանք պարգևավճարներից, հասկանանք այդ մարդիկ այդ ինչ են արել, որ մեծ գումարներ են իրանք տրամադրում։ Սկսենք պարգևավճարներից, ուրեմն լրագրողները բացահայտել են հույժ գաղտնի փաստաթուղթ, այսինքն իշխանությունը ինքը իրան վճարելիս, փող տալիս հույժ գաղտնի իշխանությունը գաղտնի է արել։ Ես հիշում եմ, որ պատգամավորեինք մի փաստաթուղթ էլ ես էի բացահայտել, առաջին անգամ բացահայտվել էր, որ նախարարները իրենց գործակցից 2 անգամ ավել գումար են ստանում։ Այսինքն ըստ գործակցի մոտավորապես 700,000 դրամ պետք է ստանային։ Փաշինյանը գաղտնի որոշումով նշանակել էր 1.5 միլիոնի կարգի էին սկսել ստանալ ու դա բացահայտվել էր։ Եվ ես դրա մասին խոսեցի, պարլամենտում բացահայտվում եղավ բան, քննադատություն, բայց ասենք 700,000 էր, պարզ է, լավ, 700,000 դրամը նախարարի համար հասկացանք, պարզ էր, բայց այն ժամանակվա սկանդալն եմ հիշում, որ դա էր 1.5 միլիոն, դե հեղափոխությունը նոր էր եղել, այտենց իրանք շատ էին ուզում Սուրբ Երևան բան։ Հիմա ոնց ասեմ, լկտիության մակարդակն է սա, հենց թե անվերահսկելիության, թե ինչ, ուրեմն ինչա տեղի ունեցել։ Ես ուզում եմ ողջունեմ Արտադատության նախարարին Սրբույի Գալյանին։ Ամենաանկեղծ նախարար մրցանակը կարելի է տալ նրան, ինչու որովհետև նա նախարարներից ամենաանկեղծն էր, որ ասավ 7 միլիոնի կարգի փող է նստել։ Հարկերը ասավ հանած, էս էլ է շատ կարևոր լուր, ես զանգեցի արագ մեր կուսակցության հաշվապային եւ խնդրեցի ինձ բացատրի, եթե 7 միլիոն դրամ մարդուն փող է նստում հարկերը հանած, ինչքան փող պետք է փոխանցես էր մարդուն, ասեց 8 միլիոն 900,000-ի կարգի հետ եմ հիշում։ Այսինքն սիրելի հայրենակիցներ, ամեն նախարարի հաշիվը նստել է 8 միլիոն 900,000-ի կարգի հարկերը, դուս եկե 7 միլիոնը մաքուր նստել է, որը մոտավորապես կազմում է
$14,000, չէ ավել։ Լավ, 7 միլիոն դրամով խոսանք։ Հիմա ուտեղ ես մտածում եմ, սենց իմ համար ու դա ինձ առաջ դե մենք արձագանքել ենք որ падգամավորները 3 միլիոն դրամ էին ստացել։ Այդ ֆիքսենք։ Այսինքն նախարարներին է մտածել դե падգամավորին եթե 3 միլիոն ենք տվել մեր թիմին, 7 միլիոն է մեր թիմի նախարարներին տանք։ Ընդ փոխնախարարներն են 4 միլիոն ստացել, վարչության պետերն են 3 միլիոն ստացել, բան, բայց այս բարդ տեքստը որ դնենք մի կողմ կարպից, տեղ ունեցել հետեւյալ բանը։ Նիկոլ Փաշինյանը վերցրել է մեր ժողովրդի փողից, այն որ ասում եմ մեր ընտանեկան բյուջեն է, շատ է չէ՞ սիրեմ խոսա ընտանեկան բյուջեից։ Ու վերցրել է 3.5 միլիարդ դրամ ընտանեկան բյուջեից, տվել է իր թիմին։ Սա պետք է այս ձևով ձևակերպել, որովհետև վարչությամբ, չէ, Ժորժ ջան, տվել է իր թիմին, պետության փողը վեկալել է ու բաժանել է, ասել է անեք կերեք, անեք վայելեք։ Դրանը դնում եմ դե տարվա ժամանակ մենք լավ աշխատել ենք, այնտեղ մեկը ես լավ սովորել եմ, չէ, դպրոցում 5 եմ ստացել դրա համար, բան ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել։ Այդ թիմից ով վաղ է այդ գործին չլինի, այդ աշխատավարձերը չի կարող ստանալ, չի կարող նման գործ ճարել։ Այդ թիմը այդ փողը ստացել է մեր ժողովրդի հաշվին։ Հիմա ուզում եմ Կարպիսին ես հարց տամ, իրապես ջանից դարդա եղել, ինքը չգիտի ես իրան ինչ եմ ասելու սիրելի հայրենակիցներ։ Այսինքն Կարպիս դու ասենք հեղափոխություն անես Սանասարյան Դավիթի հետ։ Բարձա Նիկոլն է եղել առաջնորդը։ Սանասարյան Դավիթը դու ես հիշում եմ Կասկադում ակցիա եք անում, շատ լավ եմ հիշում այդ օրը։ Մեր մասին ված ստատուսներ եք գրում, որ մենք չենք մասնակցում հեղափոխությանը, դա էլ հիշացնեմ։ Հոդված էի գրել, հա։ Այդ էլ մի հատ տենց դեմը դնենք։ Էդմոն Մարուկյան միջակետ ուխտադրուժը։ Ու Կարպիսյան հեղափոխությունն արել են։ Ու ասենք Սրբուի Գալյանը, որ այդ ժամանակ եղել է այդ իշխանության մեջ աշխատել։ Ու բոլորը, այնտեղով կա մի քանի մարդ է, էլի որ չի եղել։ Նախկին իշխանության մեջ են եղել բոլորը, գրեթե բոլորը։ Ու այդ մարդիկ հիմա ասենք 7 միլիոն դրամ ստանան։ Ասենք խոսքի նայում եմ Կարպիսին, էլի Կարպիս դուք ձեր արածից գոհ եք։ Կամ ուրիշ մի հատ էլ բան ասեմ։ Հիմա լավ է սովորել, ես չէ։ Հա, լավ, լույս գարս լավ չսորել։ Լավ սերուն թողնենք։ Արսեն Տորոսյանը, Մխիթար Հայրապետյանը, Արարատ Միրզոյանը, բոլորը եղբայր, լավ։ Եթե սա ընտանիք է այս պետությունը, ըստ Նիկոլի մտքի էլի, ու դու այդ ընտանիքի ուդարնիկը փողն ես, դե ուդարնիկ են խփում չեն անում այնտեղ, հա։ Այդ ընտանիքի փողը, այդ ընտանիքին առանց հարցնելու վեկալում ծախսում ես ձեր վրա, այտենց ոնց կլինի։ Այս ժողովրդին սոված ծարավ թողած։ Այս մի կողմից, մյուս կողմից Հայաստանում չի եղել այնց բան, որ կարող են իշխանությունները ասել, որ մենք լավ ենք աշխատել ու մենք մեզ փող ենք տալի։ Անդադար կառավարության նիստերի ժամանակ հայտարարվել է, որ իրանք վատ են աշխատում։ Իրանց բերանով է հայտարարվել։ Քանի որ ընդդիմություն չկա երկրում, իրանք իրանց մասին են ասել ու դա արձանագրվել է, բոլորը գիտեն, որ իրանք վատ են աշխատել։ Վերջում տաղավերջ ընտրություններից առաջ նաև վեկալ է ժողովրդի փողը իրար մեջ բաժանել են, արա 7 միլիոն դրամ խաղեք անում։ Պարոն Մարուկյան, գիտեք, տեսականորեն հնարավոր կլիներ, որ ես 3 միլիոն պարգևավճար ստանայի, քանի որ ամենայն հավանականությամբ հաշվառնելով իմ օպցիաները, ես կառավարությունում չէի լինի, այլ ազգային ժողովում դու կլինեիր։ Եթե ուզեի։ Բայց ես իմ կամքով չեմ ուզել, ես եմ իրենց այդ կամուրները սայրել։ Հարց չկա, բայց դու քո արածից գոհ ես։ Դե շատ լավ։ Լատես ում ես բերել, լատես ինչ են անում։ Ուրիշ քեզ բան ասեմ։ Սերի հայնակիցներ, երբ որ մենք ասում ենք թալանչի, ինչ որ մտովի, ինչ որ կերպարա չէ գալի մեր մտքում։ Օրինակ, մինչև 18 թվականը մենք գիտեինք այդ կերպարներն ովքեր են։ 18 թվականից հետո անցել է մոտավորապես արդեն հեսա 8 տարի է լրանում, Կարպիս։ 8 տարի անց մենք կարող ենք ասել, որ սա թալան է եւ իրանք թալանում են մեր ժողովրդի փողերը։ Եթե ասենք, որ սա թալան չի, ուրեմն Սերժ Սարգսյանի ռեժիմն էլ կոռումպացված չէր։ Եթե սա թալան չի։ Մենք պետք է անկեղծ լինենք, ասենք, որ սա թալան է։ Դու պետք է ասենք, որ սա թալանչիների իշխանությունն է։ Իրանք դարձան, նայ, որևէ թալանչի, եթե բացատրենք էլի մարդկանց։ Ժորժ ջան, առաջ օրը մարդը չի գալի ու լնում թալանչի։ Ոնց գալիս են տենց մանից, տենց քիչ-քիչ դառնում են թալանչի։ Հասկանու՞մ եք, այտենց է լինում։ Ոչ մի դիկտատոր առաջ օրը չի լինում դիկտատոր։ Այդ դու ասում են Լուկաշենկոն, չէ՞, լավ վերցեք իր օպոզիցիոն ելույթները նայեք, երբ է դարձել պրեզիդենտ, ինչեր էր խոսում։ Ժորժ ջան, այդ ընթացքում այդ ամեն ինչը լինում, էլի տենց, նենց չի որ բանա, տենց զարմանը, ընթացքում դառնում են թալանչի։ Հիմա սրանք այլևս
Թալանչիներ են, պետք է իրանց կոչել թալանչիներ։ Այն որ ասում եք, այն որ մեկը նորա ի հայտ գալիս, նորա դրսևորվում, Հա։ սխալներ ա գործում, քննադատում ենք, մեկ հանդիճ ասում ենք, թողեք թող աշխատի։ Թողեք Այն որ թող ասում եք աշխատի, թողեք թող աշխատի, այդ աշխատելու ընթացքում կամասից դառնում է Ինքը թալանչի։ դառնալ թալանչի։ Միշտ այդպես է լինում։ Իրականում ես Նիկոլ Փաշինյանին հասկանում եմ, այս պարգևավճարների լոգիկան էլ եմ հասկանում։ Հասկանում եք, սա մի իշխանություն է, որը հակված չի եւ ունակ չի, որովհետեւ արժեք ստեղծել, որովհետեւ երկարաժամկետ ռեֆորմ իրականացնել, չեմ ասում ընդհանրապես լավ բան չի եղել եւ չեն անում որևէ լավ բան։ Այդ կոսմետիկ հարցերում կարողանում են ինչ-որ հարցեր լուծեն ավելի արդյունավետ, քան թե նախկին իշխանությունը։ Հարց չկա, բայց երկարաժամկետության առումով մասշտաբների առումով սա արժեքներ ստեղծող իշխանություն չի եւ իշխանությունն է, որի օրոք, որի բախտը բերել է ժառանգել որոշակի տնտեսական կայունություն եւ որոշակի եկամուտներ հաշվի առնելով աշխարհակաղակական իրավիճակը, Ռուս-ուկրաինական պատերազմ, պատժամիջոցները եւ այլն, բայց ինքը չգիտի այդ փողը ոնց ծախսի, ինքը այդ փողը չի կարող ինչ-որ մատ արդյունավետ պրոյեկտներում ներդնի, եթե եւ փառք Աստծո, որովհետեւ հիմա ես իրենց միտք եմ տալիս, կարող եմ ինչ-որ կարևոր ռազմավարական ուղղության մեջ փորձեն աշխատանքներ անել եւ այդ ռազմավարական ուղղությունը կործանեն ընդհանրապես, իրանք ավելի, թող իրանք ասած մանր-մունր հարցերով զբաղվեն եւ Նիկոլ Փաշինյանը իրականում ինչ-որ նորարարություն չի անում, ինքը հասկանում է, որ իր իշխանությունը այլևս խարսխված չէ բացառապես ժողովրդական զանգվածների վրա, ինքը հասկանում է, որ իր իշխանության անկյունակարում այլևս պետական կառավարման համակարգն է, բյուրոկրատիան է, նույն իր թիմը, այսինքն բյուրոկրատիան եւ ուժային կառույցները եւ հասկանում է, որ դրանց պետքա կերակրել, դրանց պետքա պահել, որպեսզի չդավաճանեն, որպեսզի չդավաճանեն այն կառավարման համակարգը, հիշում եք որ ասում եմ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացավ, թե ինչպես կարելի է այդ համակարգի դեմը առնել, եթե իհարկե դիմադրում էր, ինքը դա բնականաբար մի կողմ թողեց հեղափոխության հռչակած բոլոր այդ առաջնահերթությունները եւ արդեն ինքը դարձավ այդ համակարգի գլուխը, համակարգ, որին պետքա պահել, որը այդ բոլոր տեղերում այդ բյուրոկրատական համակարգերը ագահ են, անկուշտ են եւ դրանց անդադ պետքա սնես, կերակրես, որպեսզի հանկարծ այլ ուղղությամբ չգնան եւ ապահովեն Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Այս ամեն ինչը արվում է ընտրություններից առաջ այդ նախընտրական քայլը, ինչպես որ նախընտրական քայլեր գեյների կամ պատանների վերադարձը մեր պատանների Բաքվից, ինչի համար շատ ուրախ ենք, բայց համատեքստը շատ ցավալի է եւ շատ տխուր է այդ թեմային կանադառնանք։ Այսինքն այդ բոլոր քայլերը ցավոք սրտի զուտ նախընտրական են։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների եւ այդ բյուրոկրատիան, պետական կառավարման համակարգը կերակրվում է ընդամենը մեկ նպատակով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի եւ նորից սանձի այդ համակարգը։ Այսինքն կարծես կարանք ասենք, որ Փաշինյանը վերջապես հասկացել է ոնց իր թիմը պահի իր հետ, հա, եւ այդ process-ը տեղի ունենում զուտ ժողովրդի հաշվին, ժողովրդի փողով։ Ես անցած ոդքասթի ժամանակ մի բան ասացի, որ ինչ են անում դիկտատորների բանի մեջ, ոնց է տրամաբանության։ Իրանց հակառակորդներին հրճակում են պետության հակառակորդներ եւ պետության ամբողջ ռեսուրսը դատա իրավական, պետա իրավական ուղում այդ հակառակորդի դեմ եւ փորձում ոչնչացնել հակառակորդին։ Հիմա սա երկրորդ սերիան է, սերիաներիքներ։ Ինչ են անում, ժողովրդի փողը հավաքում են իրաց մոտ, ասում են սա ընտանիք, ընտանեկան բյուջեն, ՀԴՄ տպեք, հարկը մուծեք, բան։ Փողը հավաքում է իր մոտ, այդ փողը ինքը առանց վերահսկելու, անվերահսկելի ձևի բաշխում է յուրայինների միջև, всё։ Ինքը իր թիմի մեջ ասում է ժողովուրդը պետք է աշխատի, մենք պետք է ուտենք։ Ու այտենց էլ կա ժողովուրդ աշխատում է, իրանք ուտում են։ Ու դες ինչ-որ մարդիկ եկան դեռ ծափ են տալիս, ասենք, չէ՞, այտենց ասում են բան, կեցե, այո, բան, դες ինչ-որ ցես բան են խոսում։ Ես այդ մարդկանց դեմքին եմ ուզում նայեմ, ասեմ, լավ,
էսեիք ուզում, դուք եսեք, սենց եք տեսնում բանը կյանքը։ Սա երաստիճան համակարգը նախ իսկապես այդ մարդկանց դրանով կաշառում են, համակարգին սնուցում են։ Մի հատ պետք է բան ասեմ, մի օր Արսեն Թորոսյանը 7 միլիոն չստանար, ինչ էր անելու, Նիկոլի դեմ հեղաշրջում էր կազմում։ Խոսքը մենակ Արսեն Թորոսյանի մասին չի, հարցը այդ միջին օղակի մասին է, ես երբ որ ասում բյուրոկրատիա, դա նկատի ունեմ, այսինքն համակարգի վարչության պետերը, վարչության աշխատակիցները եւ այլն։ Դե Արսեն Թորոսյանը, բանա, իմ խորին համոզմամբ, տեսնելով նրա մարդկային որակները, եթե չստանա, կարա թիմին պատմուշկա տա։ Խանգարի ինչ որ հարցը։ Կարա։ Նախ դանողա, բայց համակարգը երաստիճան է։ Ժանոց է։ Մի կողմից, հա, ասեմ էլի, երաստիճան է, մի կողմից կաշառում են, մի կողմից խնդիր կա, որ դարձնում են մարդկանց հանցակից։ Այո, այսինքն տեսեք, ոչ միայն այդ մարդկանց կարպեսը շատ հետաքրքիր բան է, նայ օպոզիցիոն падգամավորները մարդը 3 միլիոն դրամ փող են ստացել։ Հանդե իրանք ասում են մենք բանը բարեգործություն են կարել, բանը Ժորժ ջան, ձեզ չեն ընտրել որ դուք բարեգործություն անեք։ Ձեզ ընտրել են որ Նիկոլին հանեք 5 տարի է այնտեղ ինչ եք անում, չգիտեմ, այդ մի կողմ, ասենք այդ ապարքեվճարն է տվել են, ասենք դուք էլ լեզուները թե կարճացրել են դրանով, կան չեք կարող կաշառում են, հանցակից են դարձնում եւ պարքի տակ են թողնում։ Հիմա օպոզիցիան մի հատ քննադատություն չեմ տեսել պարլամենտական, որ քննադատի իշխանություններին այս 7 միլիոնի վերաբերյալ։ Դե բան ասիպ դասեն, 3 միլիոն է դու ես ստացել, այ քեզ բան, խոսում вообще։ Լավ, սիրելի հայրենակիցներ, մենք ուղղակի ձեր համար ենք ասում։ Մենք ուզում ենք դուք իմանաք ձեր մեր իշխանությունները ոնց են վարվում պետական ռեսուրսների, բոլորից ռեսուրսների հետ, ու իմացեք, որ մեզ միշտ այն որ ասում են սա ընտանեկան բյուջե, բան ընտանիքը, պետությունը, բանը իմացեք, որ դրանք գիրովականի բանով, մեր ցալկուտի բարբառով ասած, տինտիրիտներ էին, խափեփայություններ էին, մեզ խափում էին եւ իրանց դեմքը գնալով բացվում է բոլոր իմաստներով։ Դատավորների աշխատավարձերը կրկնապատկում են ինչի համար, որ իրանց ուզած մարդկանց կալանավորեն, նախարարներին տալիս են 7 միլիոն դրամ ինչի համար, որ թիմը մնա լոյալ եւ կայուն, падգամավորներին 3 միլիոն տալիս են, որ իմպիչմենտի ժամանակ շգային միանային չտորագրեին։ Այսինքն այս ամեն ինչը ձեր հաշվին իշխանությունը վերցրել են եւ ձեր հաշվին ապրում են։ Լափում են կարճ ասած։ Խնդրեմ հաջորդ թեման։ ԿՊ падգամավորներից մեկը կարպիս մի հատ Վլադիմիր Վարդանյան կա ինձ էլ ինչ որ եթերով անդրադարձել է, հատուկ եթերային մասին արել, չեմ ով այր հանձնարել, չգիտեմ։ Մեղքս եկավ։ Ճիշտ ասած, ուզում էի պատասխանեմ, հետո ասի լավ, մեղք կա երևի բան, բայց չի բացառվում, որ մի օր իրան կանդրադառնանք, բայց հիմա դրա մասին չի։ Վլադիմիր Վարդանյանը արձագանքեց Սալավյովի այդ հայտարարություններին, որը ցնցել էր մեր մամուլը, թե հենց այն պահին, որ Սալավյովը դա ասել է, դա ինձ հետո բոլորն ասում էին թող ընդդիմությունը պատասխանի։ Ասենք դուք, թող այսինքն իշխանություններն ուզում են որ ընդդիմությունը պատասխանի։ Ես դա մասին խոսել եմ։ Ես ասեմ, չեք կարող Սալավյովին պատասխանել, ուզում եք ընդդիմությունը պատասխանի։ Բախեք 7 միլիոն դրամ ստանամ։ Հետո այնտեղ արդեն այդ իմ հայտարարությունից հետո ԱԳՆ կանչեցին Ռուսաստանի դեսպանին, բայց արի ոչ թե Սալավյովի, հա, ու Վլադիմիրին որ իջեցի, ինչ ասում է Սալավյովն էլ է Վլադիմիր Պաստորեն, հա, ասում է Վլադիմիր Ռուդոլֆովիչ։ Այդ ԿՊ падգամավորը որ Սալավյովին հայրանունով է դիմում, ինչ որ ոտանավորներ էր ասում, բան սաղ կիսվում են, ուժեղ պատասխան, ցնցեց համացան, պորտը տեղը դրեց Սալավյովի ԿՊ-ի Վլադիմիրը, որը ժամանակին հանրապետականների Վլադիմիրն էր, բայց դրան առանձին կանդադան։ Հիմա կարպիս ինչ ա ուզում Սալավյովը, էլի լավ, ազգովի ասեցինք, այնտեղ շուն, գլուխդ պատին ես տվե, գեդին է մտնես, թաղեմ Ազիզդ, բան, ամեն քֆուր, հայկական քֆուր։ Ես թեմային արձագանքել եմ եւ տեսանյութ եմ նկարել։ Հա, ես չեմ։ Իմ խորին համոզմամբ, եկեք դրանք դատապարտելի հայտարարություններ են։ Ուղղակի մի բան ասեմ, հիմա որ սա ասում են, ինչ որ մատ Դանիել կամ ինչ որ մատ Պետրոս ասի, որ ես դրան արձագանքեմ։ Ահա, դա լրապուշություն չէ, որ Դանիել Յոնսը մի անունները գելա, որ հենց դե բան է գա։ Եվ ես հիմա Պետրոսին ու Դանիելին ասում եմ, Սալավյովին դա ասելի բան էլի մենք կասենք։ Ո՞ա Սալավյովը, որ չասենք։ Բայց Պետրոս կամ դու Դանիել, Սալավյովը ինչով եք տարբերվում։ Դուք ու Սալավյովը նույն ռոպագանդիստներն եք, ուղղակի տարբեր դրոշներ եք ներկայացնում, ոչ մի կետել Հայաստանը չի ներկայացնում։ Նենց որ հանգստացեք ու մի էլի մեզ ձեր ու Սալավյովի բազարների մեջ ներքաշեք այդ էժանագին։ Իսկ բազարն ինչի մասին է։ Բազարը ես իմ խորին համոզմամբ Սալավյովը Կրեմլի տեսակետներ չի արտահայտում եւ իր բոցաշունչ
ճառներ արտաբերում, սա իսկապես իմ համոզմունքն է, որովհետև հետևելով Ռուսաստանի ներքաղաքական կյանքին մի քիչ հետաքրքիր պրոպագանդիստական տրենդ կա։ Ուզում եմ հիշեցնել, օրինակ, Դուց Ժիրինովսկի հարցազրույցը։ Դուց ասում եմ, բան Ժիրինովսկին ասում դու ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար ես։ Բայց կարաս մատ օրինակ բերես, երբ որ Պուտինին քննադատել ես։ Ասում ո՞նց, լիքը քննադատել եմ։ Դուց ասում ես, երբ ես քննադատել։ Ասում է Ղրիմը քիչ է։ Պետք է Դոնբասն էլ գրավես։ Հա։ Հյուսիսային Ղազախստանը, այսինքն տրենդ կա, իբր թե իշխանությանը քննադատում են, ավելի քիչ գրավելու համար, ավելի քիչ կործանելու համար։ Սա ինչ-որ մատ պրոպագանդիստական, ինչ-որ մատ զզվելի դիրքավորում է, որի մեջ է նաև Սալավյովը։ Բայց ես չեմ կարծում, որ Կրեմլը հակված է, Կրեմլում հակված Այսինքն անցյալ տարի Նիկոլը 5 անգամ Վլադիմիր Պուտինին հանդիպել է, անընդհատ զանգում է, Միշուստինին հանդիպում։ Կրեմլի այս սենյակից այն սենյակը, այն զալից այն զալը, այն միջոցառումից այն միջոցառումը։ Ասենք ինչ կա էլի, ասենք, ինչ կա։ Ես չեմ կարծում։ Դուք ձեր Նիկոլա, մեզանից ինչ, ասենք մենք ինչ անենք։ Այսինքն Սալավյովը ուղղակի այդ տրենդի մեջ էր ու չէր արտահայտում, չեմ Որ ասում է SV-ը անենք Հայաստանի նկատմամբ, բան, նայ, այն ինքը ասում է Հայաստանի գործնելը մեր համար ցավոտ է ավելի քան Վենեսուելան։ Դե հա հետսովետական տարածքում բարձ է ինքը նկատի ունի մեր բաները, մեր իրանց ազդեցության գոտիները։ Բայց Հայաստանը ոնց են կորցրել։ Բայց Հայաստանը ոնց են կորցրել, էլի, ասենք, Նիկոլը սա օրը Մոսկվա է, Սալավյովին մի հատ, այն որ ով էր, Սալավյովին հայրանով։ Այդ Վլադիմիրը ինչ որ ոտանավորներ էր ասում Սալավյովի համար, ինչ էր անում, չէ՞։ Ցիտիկ մոտարի, չէ՞ ռուսական բայց բանից, էլի գրականություն։ Տեսեք, եթե Ռուսաստանը լուրջ երկիր է, ու լինելով մեծ եւ ինքնաբավ երկիր, կարողանում է ռազմավարական պլանավորում իրականացնել, ինչը փոքր երկրներին հատուկ չի, որտեղ փոքր են երկարաժամկետ չեն կարողանում պլանավորել, որտեղ իրանք չեն կանխատեսում իրականությունը։ Եթե իրանք SVO-ի միտք ունենային, ապա կմիջամտեին 2021 թվականի ընտրություններին, այլ ոչ թե կաջակցեին Նիկոլ Փաշինյանին։ Սարավոյի այս հայտարարությունները ես գնահատական եմ տվել, որ դա աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, Եվ որովհետև բյուրեղացնում է հակառուսական զանգվածը իշխանության տակ։ Եվ ես չեմ կարծում Էլեկտորալ։ Ես չեմ կարծում, որ Սալավյովը դա արել է աջակցելու համար։ Ես չեմ ասում այլ աջակցելու համար, ես ասում եմ հոգուտ է տալի։ Ինքը դա արել է իր չգիտությունից ելնելով, այսինքն Հայաստանը չճանաչելով։ Իրանք չեն հասկանում, թե այստեղ ինչ իրականություն է։ Չեմ ասում Կրեմլում չեն հասկանում։ Սալավյովը չի հասկանում։ Լավ չի հասկանում, թե Հայաստանում ինչ իրականություն է, եւ միգուցե չի հասկանում, որ այդ իր հայտարարությամբ սնուցել է իշխանությանը։ Բարձա։ Հիմա դա չգիտեմ, ինչ որ մարդիկ, ինչ որ դավադրությունների կողմնակից են, որ Կրեմլը Սալավյովի միջոցով տոնից աջակցել է Նիկոլ Փաշինյանին, ես չեմ կարծում, ես կարծում եմ, որ չհասկանալով է դա արել, Հայաստանը չհասկանալով։ Հիմա ոնց որ Հիմա կասեն արդարացնում է Սալավյովին, ասում նա չհասկանում։ Չեմ արդարացնում, ասում չգիտես Հայաստանի մասին, դու Հայաստանի ներքաղաքական կյանքին չես տիրապետում, տգետ ես այդ առումով։ Հիմա ոնց որ ես Իրանի ներքին կյանքի մասին դատողություն անեմ, չգիտեմ, չեմ մասնագետ չեմ։ Հիմա դու ծանոթ չես դե կոնֆիգուրացիային։ Էշ ես խոսում։ Որովհետև Սալավյովն էլ Հայաստանի ինդիմության պես է մտածում, դատողություններ անում 2013-14 թվականների տրամաբանությամբ։ Փդել է էլի այդ միտքը։ Բան է եղել։ Մնացել է անցյալ դարը, ասենք, ինչ եք խոսում։ Բայց ես չեմ կարծում, որ նրա բոլոր մտքերը այդպես ածանցված են, այնց ուղիղ Կրեմլի հետ բխում են Կրեմլից։ Շատերը կան, որ ասում են ինքը ճշտված է Կրեմլի հետ ասում կարծես։ Այսինքն ճշտել են որ ասում ու միտքը այնա, որ Ուկրաինային էլ էին տենց ասում, չէին լսում, տեսար վերջում ինչ եղավ։ Այ Ուկրաինայի վերաբերյալ որ խոսում էին, էլ ինդեից ասում էին դու շուն ես, անասուն շանվորթի ես, բան քֆուր էին անում, չեմ ուզում այդ սաղ ասեմ եթերում էլի։ Հա վերջում եղավ պատերազմը։ Հիմա կան վերլուծաբաններ, որ ասում են, ապա հիմա Սալավյովին եք դες ձեր առնեմ։ Ինչ ասես ասում եք։ Բայց չեք խորանում, խիա ասեմ։ Խիա ասեմ, որ դինի սեվը, փոխանակ դրա մեջ խորանաք։ Դուք դրա իրան եք քրֆում, բայց ինքը ասում է այն միտքը, որը գալիս է Կրեմլից։ Նաև այս վերսիան կա։ Այո, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են հասնել թշնամանքի, եւ Հայաստանը հիմա այդ գտնվում է այդ գծի վրա։ Ինչ որ մի օր կարող է պայթուն լինել այդ հարաբերություններում, որտեղ Հայաստանը հայտարարում է, որ գնում է դեպի Եվրամիություն։
Դե բայց մենք շարունակում ենք վառել ամենաեժան գազը, մենք շարունակում ենք մեր առևտուրը աճումա ցնցող Հիմա եթե Հայաստանը սկսի էլ ավելի ուժգին քայլեր իրականացնել դեպի այլ ուղղությամբ, այդ ամեն ինչը չենք ունենա։ բարձր։ Բայց ես չեմ կարծում, որ բանը կհասնի SVO-ի Հայաստանի դեմ SVO անելու կարիք չկա։ Ես չեմ բանանում որ հիմա նայ ախր շատ են էլի բանում, ժողովուրդը չի տեսնում, ասենք նայ կամ Մայա Սանդուն Մոլդովայի նախագահ, որ Պուտինին չի հանդիպում բացարձակ, չկա հարաբերություններ, ձեռք սեղմում, հանդիպում, զանգ, շփում, առևտրատնտեսական հարաբերությունները վատ թարացած, չկա։ Ու կա Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մեր իշխանությունները ինչ են անում։ Գնում են Եվրոմիություն, ասում են մենք ռուսների դեմ պայքարում ենք, մեզ փող տվեք, բան այդ փողը վեկալում բերում են Հայաստան, բաժանում են իրանց շրջապատում, այդ փողով ռոպագանդան սկսում է վարկաբեկել ինձ, քեզ, նրան ու այդ փողը օգտագործում են իրանց ներքին քննադատների դեմ։ Բայց Եվրոմիությունում ասում են մենք ռուսների դեմ ենք պայքարում։ Այսինքն եվրոպացիներին խափելով այնտեղ Մայա Սանդու են խաղում, բայց այս կողմից է որ նայում ես սաղորը կրեմել լրված են սաղով։ Ասենք մեր Գրիգորյանն է սաղորը այնտեղ, Փաշինյանն ասում անցյալ տարի 5 հանդիպում ունեցել եղբայր։ Այդտենց հակառուսական լիդեր ալնեմ, շեքյատա։ Ուզում ասեմ, սենց սա խառնա, Կարպիս, շատ սա խառնա, մեկ է Սալավյովը, մեկ է չգիտեմ, դեսպան Կապիրկինին հրավիրում են նոտա են տալի ԱԳՆ-ում, բան։ Ուզում ասեմ, ինքը շատ բազմաշերտ է, որտեղ ոնց կարում խափում են, որ այդ արանքը ստանան 7 միլիոն դրամ ապարքեավճար։ Հայ միջարես մենք մոռացանք ասենք, Կարպիս, ոնց որ 51 միլիոն դրամ էլ բանը վարչապետը, փոխվարչապետներն են ստացել։ Տարվա կտրվածքով ոնց որ ինչ որ տենց բան 11 միլիոն Նիկոլ Փաշինյանը հա տենց բաշխվել է էլի Ժորժյանն էս նախ մենակ նախարարները չեն վարչապետն էլ փոխվարչապետերն էլ ստացել են SVO ասելով պետք չի հասկանալ որ Հայաստանի դեմ պատերազմելու են կամ Նիկոլ Փաշինյանին գալու են գեյ տանեն Մադուրոյի նման հա իհարկե հիմա շատ դժվար է դատողություն անել որովհետև հարբիս անկանխատեսելի է աշխարհակարգի երաշխավորը եւ շերիֆը սանձերը բաց է թողել եւ ինքն ասկսե մարդ բռնել հա եւ ընկել է աշխարհի ջանին ինչ որ կատարում է Գրենլանդիայի շուրջը դա իսկապես մարտարավերա ողջ մոլորակին եւ դրանից հետո ոնց որ դժողքի դարպասները փլուզվում են եւ մենք չգիտենք ինչը կլինի աշխարհում կարելի ինչը կլինի չի կարելի որովհետև այս աշխարհակարգի երաշխավորը աշխարհակարգ, որի առաջնային սկզբունքներից մեկը սահմանների անխախտելիության սկզբունքն է, իսկապես փլուզվում է։ Գրենլանդիան դրա վկայությունն է, դրանից առաջ եղել էր Ղրիմը, բայց հիմա Ռուսաստանին քննադատում ենք, չէ՞, հիմա դա անեքսիա էր, հա, հասկացանք անեքսիա էր, բայց գոնե այդ անեքսիան ուղեկցվեց իրավական ակտերով, չէ՞, ինքնորոշման ակտով։ Մի րոպե Տրամպը երեք հայտարարեց, որ Գրենլանդիայի ժողովուրդը ուզում է լինի Ամերիկայի քաղաքացի։ Ինչև այդ հայտարարելը։ Ինչեր է հայտարարել։ Ըստ էության, ինձ թվում է, նայ, այլեմը Տրամպի ուղեղի մեջ մտնենք, էլի Կարպիս անկեղծ։ Ինքը նայում, հա։ Ասում ախպեր ռուսներին ասում եմ, խեք ես Ղրիմը վեկալի, ասում են, բա մեր տարածքը ուզում էին ՆԱՏՕ-ի բամբերին դնեին, բա ոնց կլներ, պատմականորեն մերներ, ես բաներ եմ պատմում։ Մեր համար շատ կարևոր է, չէ, էլի չվեկալեինք, բանց, էս ինչ բան։ Ռուսներին նեղում էին ընդ բան, ասում լավ, օքեյ, դե սա աշխարհը համակերպվել է, չէ՞ Ղրիմը վերցրել եմ, всё։ Ոչ Կրիվա էլ է, ոչ բան, ոչ մի հատ կրակեր են իրար վրա, ոչ մի բան։ Հիմա ասում ախպեր լա մի րոպե էլի։ Այս Գրենլանդիան է մեզ է պետք։ Հիմա ես խի պետք է ասենք կաշկանդվեմ ինչ որ հին աշխարհակարգի խոսույթով, բան ես էլ եմ ուզում բեկալեմ։ Բարձր առանց մարմուտ սպանելու առանց բանի, տենց ինչ որ տեքստեր։ Ունե ուսումնասիրում են ինձ թվում, նայում են Պուտինը ոնց է վեկալել։ Ինչ որ հավա դու ես ասում, ես թղթեր ա եղել տակ, ռեֆերենդում են արել, հետո կնյազ բանը էսի սենցա գրենանն է։ Հիմա ասում ախպեր մենք էլ ռեֆերենդում անենք էլի Գրենլանդիայում, ու լենց կոնկրետ իրանց ուղեղնամա, դե ուզում են անեն։ Բարձա որ դա ՆԱՏՕ-ի հավաքական վերջն է, ավարտն է ՆԱՏՕ-ի։ Եվ ես գալուց առաջ նայում էի Թաքեր Քարլսոնի մի նյութ, որտեղ նա ասում էր, որ աշխարհը լուրջ չի վերաբերում, որ ռուսները հայտարարեն, որ եթե կռիվը Ուկրաինայում մի տարի էլ շարունակվի, իրանք ատոմային հարձակումով վերացնելու են Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան։ Թաքեր Քարլսոնի նոր հաղորդումն է, ասում կազնստես նայես։ Ու ասում ա լուրջ չեք վերաբերվում, ես ինչ եք անում, բան, չնայած ասում ա դե Վենեսուելայի քեյսն եղավ, Իրանը մեն ընդ մարդկանց կոտորում են փողոցներում, բան, բայց ասում ա այս ավելի լուրջ է։ Թաքերն էլ տանում ա դեպի, ասում ա
Եվրոպան ոչ հայտարարակ վիճակ է։ Այդ ընթացքում մինչև նրանք ընդդեմ ուզում են ջոգեն, թե իրանց ով ուզում ատոմային ռումբով խփի, իրանց ամենամեծ դաշնակիցը, որ իրանց պաշտպանել է վերջին 70 տարիների ընթացքում, ասում է, «Տայք ջան, ես տենց մի հատ լավ բան եմ ձեր մոտ տեսի, ուզում եմ վեգալ եմ ապեր»։ Հա, ու այդ ընթացքում նաև փաստաթուղթ է ստորագրում Տրամպը, որ 75 երկրի այլևս վիզաներ ամերիկյան չեն տալու, եւ դրա մեջ նաև մեր սիրելի Հայաստանի Հանրապետությունը, մեր հեր Ես քաղաքացիները։ իրականում ես ամեն ինչի համար շատ ուրախ եմ, Հա, որտեղ վերջապես վիզա ունես Ամերիկայի։ չէ, դե վիզաների վրա հարցը չի։ Վերջապես Եվրոպան դառնում է ինքնիշխան։ Այդ արկիր բան ես ասում, բայց հա, վերջապես իրանք իրանց գլխի տերն Վերջապես Ամերիկան այլմոլորակայինները, ասում եմ Մակրոնն ասել է եղունգ ունես գլուխդ քորի։ այո, եւ Ֆրանսիան լուր առաքելություն է ստանում Գերմանիայի հետ միասին Գերմանիայի օգնությամբ աշխարհում եւ ես հուսով եմ, որ իրանք այդ առաքելությունը մինչեւ վերջ կյանքի կկոչեն։ Կարպիս կներես մի բան ասեմ, բայց չնեղանաս, պատմաբան ես էլի։ Իսկ կարողա որ Ամերիկան մի քիչ կոմ քաշի Եվրոպայից, Եվրոպայի ներսը իրանք սկսեն իրար կոտորել։ Երրորդ համաշխարհային պատերազմը դեից Դրա համար Եվրամիությունը կանխում է։ Չէ, կանխում է, որովհետև անվտանգությունն է պահում Ամերիկան։ Հիմա Ամերիկան ասում է, «Տղեկ ջան, կներեք աղբերներ ջան, ես ձեր ցավը տանեմ, ձեզ շատ եմ սիրում, բայց ոնց որ այդպես գործեր ունենք, մենք գնում ենք»։ Ոնց կանխում է, միջև մի կանխել է։ Նայ, Գերմանիային երբ թողել են զինվի, եղել է համաշխարհային պատերազմ։ Հիմա նորից հասել ենք մի հատ կետի, Գերմանիան սկսել է զինվել։ Ընդ որում նաև Ճապոնիան այնտեղ զինվում, ֆիքսի։ Մի բան ասեմ։ Դու պատմաբան ես, խնդրում եմ մի հատ։ Քանի դեռ Գերմանիան զինված չի, արևելաեվրոպական երկրները պետք է ռուսներից վախենան։ Okay, հենց Գերմանիան զինվում է, հարձակվում է իրancs վրա, բայց հետո։ Եթե Գերմանիան ըստ Պաչաճի զինված լիներ, Ռուսաստանը կարող Ուկրաինա այդպես չներխուժեր։ Գերմանիան, բայց հիմա մեր սիրելի Գերմանիան Եվրոպայի սիրտը ամորձատված արդեն 70 տարի եւ օկուպացված է։ Ամորձատված նկատմամբ ամորձիներ չունի։ Գերմանիա չկա։ Այդ արկիր բան ես ասում։ Սերի հայնակիցներ տխուր է մի քիչ այսօր մեր հաղորդումը։ Բայց գանք էլ Հայաստանի էս։ Գանք Հայաստան։ Գանք Հայաստան։ Հայաստանի դեմ SVO-ին։ SVO-ն ոնց որ խոսացինք։ Բայց պետք չի տես գույները խտացնել եւ կարծել որ Չսպասենք SVO-ին։ Պուտինը զանգելա Վլադիմիր Սալավյովին։ Ասել եմ մի հատ sense այդարություն։ Հայաստանը եւ Ռուսաստանը դեռևս չեն սպառել բոլոր երկխոսության գործիքները, երկխոսության միջոցները չեն սպառել եւ հələ Սալավ լուրեր։ հա միջև այդ թշնամանքին շատ փուլեր կան։ Կարպիս ինձ հիշում եմ, որ վերջի 5 տարում ինչ որ տարբեր հարցազրույցներում անգամ դեսպան եղած ժամանակ ասել եմ պետք չի թշնամի սարքել Ռուսաստանին, միշտ թշնամացրեք։ Հիմա գիտես ինչ է, այն որ դու ասեցիր մի քիչ կիսատնա։ Ասենք մեր հայկական ռոպագանդան 5 տարի է ներկայացնում է Ռուսաստանը մեր թշնամին է։ Հայկական ռոպագանդան, բոլոր մեր ռոպագանդիստները։ Բաց տեքստերով։ Ու ախպեր դե եթե իրանք մեր թշնամին են, չէ՞, դե իրանց մոտից մի հատ ռոպագանդիստեր ասում են դուք մեր թշնամին եք։ Նայ որ դու սկզբից ասիր որ իրար արժեք, շատ իրանք իրար արժեն, շատ չխառն, հա։ Հիմա որ գրել էր բանը, չեք ուզում արձագանքեք։ Դու ով ես որ մեզ ասես մենք արձագանքենք, թե չէ։ Ես Սալավովի մասին 5 տարի առաջ եմ, ռոպագանդիստ է։ Հետո ռոպագանդիստին թող ռոպագանդիստ արձագանքի։ Պեսախ պետական սեկտորը խառնվել է իրար մի հատ ռոպագանդիստի հայտարարությունից։ Ասենք նայ, ԱԺ փոխոսնակա հայտարարություն արել, պետայրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր բանը Վարդանյանը հայտարարություն արել, Վահագն Ալեքսանյանը հայտարարություն արել, ԱԳՆ-ն նոտա տվել։ Այդ որը որ ես տեսել եմ հələ։ Բայց էլի շատ կա, շատ։ Այսինքն մի հատ այնքան մենք տենց խոցելի երեգիր ենք, մի հատ ռոպագանդիստ հայտարարում է, սաղ երեգիրը ու օպոզիցիան է պիտի հայտարարի, Վանեցյան դու պիտի հայտարարես դու գնացել ես իր մոտած մեր կրիմնաշ, այնտեղ սեն սաղին ինձել են զանգել ուղիղ եթերից բլոգեր կար մի Վիլիկայ Արմենիա բանկը ուղիղ եթերից զանգել է ես էլ եմ պատասխան ու սենց էլի կարծես գիտեք Պարմարոկյան հայ-ռուսական հարաբերությունների մասին մեր բնակչության 99%-ը ոչինչ չգիտի
Այնքան միֆական է ամեն ինչ, որ մառախուղի տակ։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ որ, չգիտեմ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին ավելի շատ բան գիտեն, Հայաստան-Լիբանան հարաբերությունների մասին ավելի շատ բան գիտեն։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանի ռոպագանդայի մեխը որն է, որ ներկայացնել, որ Հայաստանը ոչ վաղ անցյալում եղել է Ռուսաստանի գաղութը, մենք եկել ենք, Հայաստանը անկախացրել ենք, հիմա Ռուսաստանը նորից փորձում է մեզ գաղութացնել, եւ հիմա այստեղ իսկապես այնքան միֆեր են հյուսվել հայ-ռուսական հարաբերություններում, որ դարձել են ապրիորի ճշմարտություն, այսինքն թեորեմ են դարձել, ապացուցման կարիք չկա։ Հայաստանը երբեք այդ աստիճանի կախվածություն չի ունեցել Ռուսաստանից, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ Սերժ Սարգսյանի օրոք։ Այդ բաները իսկապես շատ չափազանցված ժամանակին վստահաբար ես եւ դուք էլ, երբ որ երիտասարդ էինք ավելի, այդ միֆերին հավատում ենք, բայց հետո որ խորանում ես թեմայի մեջ, արա հասկանում ես, որ չէ, էլի։ Այդ նույն Ռոբերտ Քոչարյանը, որը ոչ իմ աչքելույսն է, ոչ ձեր աչքելույսը չի։ Հիմա ներկայացնում է որպես Ռուսաստանի բանա, գործակալ, բայց արի ու տես, որ այդ նույն Քոչարյանը եղել է շատ էլ այնտենց հակառուսականոտ նախագահ, որտեղ իր օրոք Ղարաբաղյան հակամարտության ամենաարևմտյան փաստաթուղթը է այդ եկել, քիվ էս դա։ Այդ նույն Արամ Զավենի Սարգսյանը, որ հիմա արևմտամետների ոչ պաշտոնական առաջնորդն է, ամենանշանային ֆիգուրն է, իդեպ ցավակցում եմ։ Զավեն Սարգսյանի մահվան արդիվ։ Հա, ժամանակին Ռոբերտ Քոչարյանին քննադատում էր հակառուսականության մեջ 2001 թվականին, Արամ Զավենի Սարգսյանն էր քննադատում եւ մեղադրում էր ամերիկյան գլոբալիզմի շայրը սպասարկելու Ռոբերտ Քոչարյանի մեջ, ահա։ Եվ այդ նույն Քիվեստը դիտարկում էր որպես ամերիկյան գլոբալիզմի դրսևորում, շատ վտանգավոր դրսևորում էր տարածաշրջանից։ Ես Զավենիչը ռուսամետ ա եղել։ Եվ Զավենիչը Ռոբերտ Քոչարյանին քննադատում էր ինչի մեջ, որ յուրացրել է Գույք պարկի դիմաց գործարքը, քանի որ Զավենիչը կարծում է, որ այդ գործարքը նախաձեռնել է Վազգեն Սարգսյանը, փորձել է սկսել ինքը, Քոչյանը դրան դեմ է եղել, Գույք պարկի դիմացին, որ այդքան հիմա մեր մոտ բան են անում, բայց ինքը միշտ ասում է Քոչյանը սախ մեր բաները ինֆրաստրուկտուրան տվեց։ Բա 2001 թվականի հարցազրույցում կարանք լինքը դնենք, ասում էր, որ այդ գաղափարը իրենցն է։ Այսինքն Արամ Սարգսյանն է Ռոբերտ Քոչյանը դեմ է եղել Գույք պարկի դիմացին։ Բայց դա լավ կարվել է Քոչյանի վրա, որ ինքն արել։ Հա, հետո իրականացրել է Ռոբերտ Քոչարյանը, հետո իրականացրել է եւ վերագրել է իրան։ Այդ հաջողությունը գողացել է Քոչարյանը։ Արամ Սարգսյանի հարցազրույցն եմ ցիտում, կարանք մեկնաբանություն դնենք, ինձ կստիպեք որ դնեմ։ Չկասես բա։ Նենց որ շատ են չափազանցությունները, նաեւ Գույք պարկի դիմացը սարքում են ինքնիշխանության մահ։ Հա, հասկացանք։ Երբ որ թրիփի 76%-ը տալիս ենք Ամերիկային, այդ ինքնիշխանության մահ չի։ 76%-ը թրիփի կորպորացիայի, ըստ էս հրապարակված փաստաթղթի տալիս ենք։ Ժորժան, ժամանակը շատ կարճ է, մեր պետք է ամփոփենք, թրիփին մենք ժամանակ հիմա չունենք արձագանքելու, բայց ուզում եմ մի բան ասեմ։ Ուրեմն շատ լուրջ դեմքերով ԱԳՆ-ն եւ բոլոր պաշտոնատար անձինք, ստատուսչիները հայտարարում են, որ էս հրապարակվեց, կերակ, սաղ պարզ արդեն եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ մի բան ասեմ։ Ուրեմն Թրիփ փաստաթղթի, այս Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի Ռուբիո եւ Միրզոյանի միջև պրեամբուլան եմ կարդում, հայերեն թարգմանել եմ։ Սույն փաստաթուղթը սահմանում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրիփ ծրագրի իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի սահմանում եւ նպատակ չունի սահմանել որևէ իրավական պարտավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Հայաստանի համար։ Դնում եմ ստեղես հեռախոսը։ Դուք ճոգիկ ինչ եք քննարկում ես 4 օր, ինձ զանգում են, բան ինչ կասեք, բան ասեմ Ժորժ ջան, օգոստոսի 8-ին ասել ենք ինչ կա, բայց սա բան ասեմ դե սա էլ այդ ինչ նշանակում, այսինքն ինչ լինի տեր չեն։ Դա նշանակում է, որ ինքը նախնական գաղափարների մի հատ թուղթ է, որը իրավական պարտավորություններ դեռ չի առաջացնում։ Ես եմ պահնա, որ մեկը ասում է, որ Գնացածը ասում է խոսանք։ Այսինքն Ժորժ ջան, մինչև հողի վրա այդ ճամփեն չբացի, sense հողի վրա ինքը սկսի աշխատել։ Sense դուք տենակ ով է այդեղ գայիշնիկը, ով է սահմանապահը, ով է բան, այդ թեման քննարկել իմաստ չունի, բայց այդ գաղափարների շրջանակները արդեն հրապարակվել է, որ 49 տարով է, պլյուս հետո ավելացվում, այսինքն 99 սարքին քարինը, քարինը պլյուս 50, էլի։
99-ն էլի։ Ու այնտեղ 7 նախկինում ցենց էր 3 մասնաբաժին պտիլներ ինչ որ բան էին ցենց ասում, ցենց բամբասանքի մակարդակում։ Հիմա ասում են ախպեր ջան 76%-ը պտիլնի Ամերիկային է, բան։ Այդ գորգուրկ պարտի դիմացի դե հիշեցի էլի որ Քոչարյանը տվեց բան կարպիս Զզվել է արդեն։ իրականում սա ամեն ինչ այնքան վատասելի հայրենակիցներ եւ մեր նախորդ հաղորդման ժամանակ մենք մանրամասն խոսել ենք ընդդիմության միավորված մասնակցության մասին հիմա ընդդիմադիր ուժերը հերթով հայտարարում են որ իրանք առանձին մասնակցելու են ես ամենայն ակերտությամբ ասեմ մենք կարանք առանձին մասնակցենք вообще ոչ մի խնդիր չունենք եթե տենց է բայց ավելի մեծ բանի ենք տանում գաղափարը եւ մենք շարունակում ենք տնտել եւ սպասում ենք ընդդիմադի դաշտի կոպիտ ասած խելքի գալու։ Դուք ասում եք միավորումը անհրաժեշտ։ Շատ լավ կլինի որ այդ միավորումը լինի, բայց այդ միավորման փոխարեն դեռևս այլ միավորում ենք տեսնում։ Օրինակ, թե ինչպես են միավորված ջանքերով Նիկոլ Փաշինյանին պատրաստում վերարտադրության։ Դրան աջակցում են եւ Ադրբեջանը, դրան պատրաստում են եւ դրան աջակցում են եւ Թուրքիան։ Դրան Նիկոլ Փաշինյանը այդ պարգևավճարները բաժանելով իր թիմն նախապատրաստում որպես ամենազորեղ աջակցություն եւ ցավոք սրտի մեր պատանների 4 պատանների վերադարձը ես տեսնում եմ հենց այդ ցավալի համատեքստում վերադարձը կամ փոխանակությունը իհարկե բարի գալուստ տուն, բարի գալուստ հայրենիք։ Այո, միանշանակ գիտես այդտեղ բան կա կարպից որ Ադրբեջանը ըստ էության ընդունում է այս քայլով որ ինքը Հայաստանի դեմ պատերազմ օգտագործել է վարձկաններ։ Նայ, մինչև վերջերս իրանք չէին ընդունում։ Հիմա էլ որ ասես չեն ընդունելու։ Բայց ըստ էության գործարքը ինչի մասին է։ 2 վարձկաններ մենք տվել ենք, ստացել ենք մեր 4 պատաններին։ Այսինքն Ադրբեջանը պաշտոնապես Ժորժանես նայում եմ որ այս վերլուծությունը ոչ միտեղ չեմ տեսել։ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է որ ինքը Հայաստանի դեմ կռվում, չնայած նրան որ բնակչությամբ ավել է, չնայած նրան որ զենքով ավել էր, չնայած նրան որ Իսրայելի վերջին տեխնոլոգիաները կիրառվում էին մեր դեմ, պլյուս դրան նաև վարձկաններ է կիրառել։ Ես էլ այն պատերազմի մասին որ Բայց ում համար եք ասում ու Չէ նրա համար եմ ասում համար արդեն ամեն ինչ օքեյ է, ինչ ուզի արել է, լավ է սարը Ադրբեջանի բենզին սպառողներին չէ, ինչ ես ասում։ Ադրբեջան բենզին սպառողները բան։ Վառեք ձեր Ադրբեջանի բենզինը։ Դες ելի հայրենակիցներ այսօր այսքանն էր, մենք պետք է ամփոփենք։ Մենք մի խնդրանք ունենք ձեզ, որ միանաք YouTube-ի ալիքին, ձեր կարծիքը գրեք, թե պարգևավճարների, թե իրադարձության, թե Սալավիովի հայտարարությունների մեր վերլուծության վերաբերյալ եւ նաեւ տարածեք այս տեսանյութը։ Ես մի բան ասում եմ վերջացնենք։ Հստակ տեսնում ենք, որ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, նաեւ Հայաստանի իշխանությունը մեր ժողովրդի ատամները հաշվել են։ Եվ արդեն մտել են ուղեղների մեջ, հոգեբանության մեջ եւ շատ լավ հասկանում որս ընկճված, կոտրված, բարոյալքված հանրությանը ոնց կարելի է խաղացնել։ Այո։ Եվ հիմա այդ մեր պատանների վերադարձը հենց այդ ատամները հաշված լինելու կոնտեքստում է։ Ինչը ցավալի է, բայց այնուամենայնիվ բարի գալուստ տուն։ Լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։